Եթերում Էպիկենտրոնի հիմնական թողարկումն է, տաղավարում ձեզ համար աշխատում է Մարիա Հակոբյանը, բարի երեկո, նախ թողարկման գլխավոր թեմաները։ Իրանը պատասխանել է Թրամփի անվերապահ կապիտուլյացիայի մասին հայտարարությանը, Փեզեշքիանը ասել է չեն հարվածի տարածաշրջանի երկրներին, բայց կա նախապայման։ Վիետնամից հայերը կկարողանան վերադառնալ հայրենիք, իսկ Դուբայից մեր հայրենակիցների վերադարձը հարցականի տակ է։ Դուբայի օդանավակայանը պատերազմի թիրախում է։ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ֆոտովավերագրության ցուցադրությունը հասավ Գյումրի, ինչպես խոստացվել էր։ Ծաղիկը կրկին ոսկու գին ունի, կանանց տոնին ընդառաջ գնային կտրուկ աճը սկսված է, ինչպիսին են մարդկանց տրամադրությունները, ծաղիկի գները մարտի 8-ից առաջ։ Ծաղկի շուկան թանկացել է։ Տեղումներ ու ջերմաստիճանի անկում Հայաստանում, ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին։ Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում առաջարկ Հայաստանին նախաձեռնությանը։ Առաջիկայում այդ շարքերը համալրվելու են, կլինեն շատ հետաքրքիր անուններ, կարող ուժեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնելու ծրագրին, գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետ Ատոնոյանը։ Նրա խոսքով առաջարկ Հայաստանին նախաձեռնության դռները բաց են բոլոր կարող ուժերի, սրտացավ, սկզբունքային եւ հայրենասեր մարդկանց առաջ։ Համոզված ենք միայն համախմբվածությամբ եւ տարբեր ոլորտների փորձն ու գիտելիքը միավորելով կարելի է ձևավորել այն օրակարգը, որն իսկապես կծառայի Հայաստանի զարգացմանը, ասված է գրառման մեջ։ Այս օրերին Գագիկ Ծառուկյանը շարունակում է ակտիվ հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Չնայած այս շրջանի ծանրաբեռնվածությունն իսկապես ահռելի է, նա փորձում է որևէ մեկին չնեղացնել, հնարավորության սահմաններում անձամբ հանդիպել, լսել եւ քննարկել առաջարկները։ Պատճառը պարզ է, առաջարկ Հայաստանին ծրագիրը ձևավորվում է սրտացավ մարդկանց գաղափարների եւ առաջարկությունների հիման վրա։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող համախմբվածությունը եւ նրա առաջ քաշած վերկուսակցական հանրային նոյան տապանի գաղափարը հայտնի շրջանակներում որոշակի ցնցումներ է առաջացրել։ Հնչող տեսակետների մի մասն անգամ դժվար է քննադատություն անվանել, քանզի ասելիքի բացակայությամբ պայմանավորված կենցաղային վիրավորանքների մակարդակի վրա է տեղափոխված անձնական հարթություն։ Չեմ զլանա ու հերթական անգամ կոչ կանեմ բոլորին պահպանել քաղաքական խոսույթի կոռեկտության սահմանները։ Իսկ եթե այդ սահմանները խախտվեն, ապա ապակենտրոն հակազդեցությունը կլինի անխուսափելի ու նման խոսույթով հանդես եկողներին հասկանալի լեզվով։ Սա իգիտություն։ Մենք ուշի ուշով հետևում ենք տարբեր մայրցամաքների կողմից իրականացվող եւ հայ հանրությանը հրամցվող սոցիոլոգիական հարցումներին եւ ուզում ենք ասել, իրականությունը միանգամայն այլ է։ Մենք շատ լավ տիրապետում ենք հանրային տրամադրություններին, այնպես որ բոլորին հորդորում ենք չփորձել տարբեր պատվիրատուների կողմից պատվերով համերգի սկզբունքներին համապատասխանող սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը։ Եվ այսպես լայն կոնսոլիդացիան աստիճանաբար ձևավորվում է եւ նախընտրական փուլում քաղաքական ուժերն առաջ են տանում ավելի համախմբված լինելու գաղափարը։ Միասին այլընտրանքային հասարակական քաղաքական շարժումն այսօր մեկ հարկի տակ էր համախմբել միևնույն դիրքորոշումն ունեցող տարբեր գործիչների ու մասնագետների։ Այս ընտրություններով պետք է վերանա քաղաքական մենաշնորհը։ Հայաստանի քաղաքական դաշտում վերադասավորումներ են եւ նախընտրական փուլում առաջարկ Հայաստանին նախագծի շուրջ կոնսոլիդացիան ընդլայնվում է։ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով երկրում ծառացած բոլոր խնդիրները պահանջում են համակարգային լուծում։ Ասում է, ինքն ու թիմն ունեն դրա դեղատոմսը։ Արձագանքել ենք առաջարկ Հայաստանին այն նախաձեռնությանը, որով հանդես է եկել Գագիկ Ծառուկյանը, համարելով, որ նա շատ հոգեհարազատ է մեզ միասին շարժման եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության համար։ Այս քննարկման արդյունքը պետք է լինի այն, որ առաջարկություններ, որոնք հնչում են մեր ելույթ ունեցողների, մեր մասնակիցների կողմից, այդ առաջարկները ամփոփվելու են որպես միասնական ծրագիր։ Եվ այն կներկայացվի նաեւ առաջարկ Հայաստանին։ Խնդիրը նա է, որ հենց հիմա է որպես պետք է ազգային միասնություն, ազգային միավորում եւ մեր ներուժի միավորում։ Քաղաքական ուժերի դիրքավորումն ի վերջո պետք է արդյունավետ լինի։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը նույնպես համախմբման կողմնակից է։ Ներքին համերաշխության ու երաշխավորված խաղաղության կոնցեպտներում արտացոլված է այն, ինչ անհրաժեշտ է այսօր մեր հասարակությանն ու երկրին։
Երկու սկզբունքի շուրջ կա համախոհություն։ Այդ ես որպես առաջարկ Հայաստանին ծրագրի մասնակից կուսակցության ղեկավար եւ որպես մարդ, որ համախմբվել է Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ, կարևորում եմ, որ բոլոր ներկաները հատկապես հանրային համերաշխության սկզբունքն էին կարևորում եւ մերիտոկրատիայի սկզբունքը, այսինքն արժանավորների թիմ ստեղծելու խնդիրը։ Այս երկու հանգամանքը շատ կարևոր էր։ Ես ուրախ եմ, որ համախոհություն կար։ Առաջարկ Հայաստանին կոնցեպտը փակ կաբինետներում ձևավորված ձևաչափ չէ։ Դա ժողովրդի կողմից առաջարկների եւ լուծումների շատ համապարփակ համակարգ է, որը երբեք չի եղել հայկական քաղաքական դաշտում։ Պլատֆորմի շրջանակներում արդեն իսկ կան օրինակ անվտանգային հարցերի շուրջ շատ կարևոր դրույթներ, երաշխավորված խաղաղություն, որ խաղաղություն առանց երաշխիքների ինք խաղաղություն չի։ Շատ ցայտուն օրինակ է երիտասարդների հետ կապված, բոլոր այն գործընթացները, որ երիտասարդները շատ ակտիվ ներգրաված են այդ գործընթացի մեջ, խնդրեմ, կա արդեն հրապարակված բուկլետ, որտեղ երիտասարդները հրապարակել են իրենց տեսլականը, խնդիրները եւ լուծումները, շատ կարեւոր է լուծումները։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանի խոսքով երկրում պետք է վերացնել քաղաքական մենաշնորհը։ Ինչ որ մենք բաներ ենք ասում, ցանկություններ եւ այլը, դա անհնար է իրականացնել, եթե երկրում գոյություն ունենալու քաղաքական մենաշնորհ։ Պետք է գնանք ընդառաջ հունիսի 7-ի ընտրությունների, որտեղ միակ համապետական ընտրությունն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք պետք է նոր կոնստրուկցիա, նոր կառուցված քաղաքական ձևավորենք։ Եթե չհաջողվի այդ նոր կառուցվածքը ձևավորելու, ուրեմն մենք չենք կարող այդ բոլոր ծրագրերը իրականություն դարձնել, բայց մի բան պետք է հաշվի առնենք։ Մենք այս ժամանակ չունենք։ Մենք պետք է հասնենք նրան, որ գոնե 65-ից 70% ընտրողների մասնակցեն ընտրության։ Այդ պարագայում անհնար է, որպեսզի լինի այն վերարտադրությունը, որի մասին իշխանությունը փորձում է ասել։ Հանդիպման, կրթությանն ու գիտությանը նվիրված հատվածում մասնագետները մատնանշում են կառավարության բացթողումները։ Համակարգի առաջ իշխանությունն ամբիցիոզ խնդիրներ չի դրել։ Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորը խոսում է օրինակներով, համեմատություններով։ 1956 թվականին, երբ որ առաջին անգամ արհեստական արբանյակ բաց թողնվեց դեպի տիեզերք, խորհրդային միության կողմից, արդեն սառը պատերազմի առաջին տարիներն էին, Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը եւ հատուկ ծառայությունները հավաքվեցին, երկար քննարկեցին, ինչն է խնդիրը, ոնց ստացվեց, որ խորհրդային միությունը առաջ անցավ Միացյալ Նահանգներից, որտեղ մեծ մրցավազք կար այդ արդեն առաջ եկած սառը պատերազմի պայմաններում եւ եկան մեկ հիմնական, ուրեմն եզրակացության խորհրդային միությունը առաջ է անցել համասարանական կրթության ոլորտում։ Մրցավազքը սենց էր, ուրեմն ցեմենտի արտադրությամբ, պողպատի արտադրությամբ առաջ անցել աշխարհում, բայց մարդկային կապիտալը ցույց է տալիս, որ ամեն ինչի զարգացման ինքն է։ Օրինակ, եթե տասնյակ տարիներ, վերջին 15-20 տարում մեր բուհական համակարգում եւ մեր ուսանողները մեծ մասը, գոնե 90%, 85% բարձրակարգ, բարձր մոգերով սովորեին, մենք կպարտվեինք պատերազմում, թե դա ոչ մի կապ չունի։ Ես համոզված եմ, որ մենք չէինք պարտվելու։ Իշխանությունն այսպիսով կրթության ոլորտը տանում է անցանկալի տրանսֆորմացիայի։ Ալինա Սահակյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոնի համար։ Հայաստանի արտգործնախարարությունն այն քաղաքացիներին, ում Հայաստան վերադարձի տարանցիկ չվերթները չեղարկվել էին մերձավոր արևելքում ռազմական գործողությունների հետևանքով եւ ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել վերադառնալու համար, կառավարությունը կտրամադրի մինչեւ 250,000 դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։ Քաղաքացու ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխհատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով։ Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը եւ հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջի օրերին։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունն էլ տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն եւ ձեռք կբերեն մարտի 8-ին երեկոյան ժամը 21:30-ին կայանալիք Fly One ընկերության Մասկատ Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանության եւ Դուբայում գլխավոր հյուպատոսության կազմակերպած անվճար տեղափոխման հնարավորությունից։ Իսկ Վիետնամում Հայաստանի դեսպանությունը համատեղության կարգով նաեւ Լաոսում, Կամբոջայում եւ Ֆիլիպիններում
Թվիթերում հայտնել է. այս պահին Վիետնամում գտնվում է Հայաստանի Հանրապետության 12 քաղաքացի։ Նրանցից 4-ը մարտի 7-ին կմեկնի Հոշիմին, Գուանջոու, Ալմաթի, Թբիլիսի թռիչքով, այնուհետև Թբիլիսիից մեքենաներով կվերադառնա Երևան։ Արտգործնախարարությունից հայտնում են, որ փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ, այդ թվում հարևան երկրներից՝ Ամերիկայի մայրցամաքից, Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից։ ԱՄԷ-ից տեղափոխված անձանց կազմում ևս եղել են այլ երկրների քաղաքացիներ, ովքեր նախընտրել են իրենց երկրներ վերադառնալ Հայաստանով տարանցիկ չվերթով։ Միացյալ Նահանգների զինված ուժերը ծրագրում է հարվածել Իրանի այն հատվածներին, որոնց վրա մինչև հիմա գրոհներ չեն եղել, հայտարարել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ պատերազմի ավարտի մեկ տարբերակ կա՝ Իրանի անվերապահ կապիտուլյացիան, ինչին ի պատասխան Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, նրանց երազանքը անկատար կմնա։ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը մտադիր չէ հարվածել տարածաշրջանի երկրներին, սակայն դրա համար կա մեկ պայման։ Իսկ արտգործնախարար Արաղչին դիմելով արաբական երկրներին նշել է, որ ամերիկացի ագրեսորները բարեկամ արաբական երկրների հողերն օգտագործում են երեխաներին և անմեղ քաղաքացիների վրա հարձակվելու համար, սակայն Իրանի պատասխանը անկասկած ուղղվում է միայն ամերիկյան և իսրայելական ռազմական օբյեկտներին։ Ամերիկա-իսրայելական հարձակումներն ու փոխադարձ հարվածները շարունակվել են ամբողջ գիշեր և նոր թափով վերսկսվել այսօր առավոտյան։ Ավերիչ հարվածներ են հասցվել Թեհրանի հարավում գտնվող Նազիաբադին և Զանջան քաղաքին։ Պայթյուններ են որոտացել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում։ Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ենթակառուցվածքներին Թեհրանում, Սաքեզում և Սպահանում։ Հարվածի հետևանքով զոհվել է 10-ից ավելի մարդ, վնասվել է 80 բնակելի շենք։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են բնակիչները հերթ կանգնել վիրավորներին արյուն տալու համար։ Կեսօրին ամերիկա-իսրայելական հրթիռներն ու անօդաչուները հասել են իրանական Քիշ կղզուն, թիրախում է եղել նաև կղզու օդանավակայանը։ Իրանը նոր գրոհների շարք է սկսել Իսրայելի և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ու իսրայելական ռազմաբազաների ու ռազմական ենթակառուցվածքների վրա։ Իրաքում գտնվող ամերիկյան Քելոգ Բրաուն և Ռութ ինժեներական և լոգիստիկ ընկերությանը պատկանող օբյեկտը, որը կապված է Միացյալ Նահանգների զինված ուժերի հետ, բոցավառվում էր ամբողջ գիշեր։ Իրանը նախազգուշացրել է Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը Իրանի հետ սահմանի երկայնքով թշնամական ուժեր տեղակայելու ցանկացած գործողություն կամ համագործակցություն կարժանանա Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի վճռական պատասխանին։ Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Իբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ թույլ չեն տա տարածաշրջանի հակաիրանական խմբավորումներին գործել Իրանի դեմ։ Եթե տարածաշրջանի անջատողական խմբավորումները գործողություններ ձեռնարկեն Իրանի տարածքային ամբողջականության դեմ, ապա մենք կջախջախենք նրանց։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը այսօր հայտարարել է, որ Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշում է կայացրել այլևս չհարվածել տարածաշրջանի երկրներին, եթե նրանց տարածքներից հարձակումներ չլինեն։ Կոչ եմ անում տարածաշրջանի երկրներին և հարևաններին խաղալիք չդառնալ ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռքում և տարաձայնությունները լուծել համատեղ։ Ներողություն եմ խնդրում հարևան երկրներից, որոնք հարձակման են ենթարկվել։ Թեհրանը մտադիր չէ հարվածել հարևան երկրներին։ ԱՄՆ ռազմածովային ուժերը հաստատել են, որ Ջերալդ Ֆորդ ավիակիրը և դրա հարվածային խումբը միջերկրական ծովից անցել են Սուեզի ջրանցքով, ուղղվելով դեպի Մերձավոր Արևելք։ Միաժամանակ ամերիկյան լրատվամիջոցները գրում են Ջորջ Բուշ ավիակրի դելոկացիայի մասին։ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտի մեկ տարբերակ կա՝ անվերապահ կապիտուլյացիա։ Ինչպես նաև ասել է, որ դեմ չէ, որ Իրանը ղեկավարի կրոնական առաջնորդ։ Ամեն ինչ նրանք ունեն ոչնչացված է, նրանց նավատորմը, նրանց կապը կտրված է, նրանց առաջնորդները ոչնչացված են, Իրանի ռազմաօդային ուժերը լիովին ոչնչացված են, նրանք ունեն 32 նավ, բոլոր 32-ը գտնվում են օվկիանոսի հատակում, կարծում եմ մենք այն երկիրն ենք, որն ավելի հարգված է, քան երբևէ եղել է։ Ի պատասխան Թրամփի կապիտուլյացիան ընդունելու կոչին Փեզեշքյանը ասել է, որ թշնամու երազանքը երբեք չի իրականանա։
Նախորդին ամերիկա-իսրայելական տանդեմի թիրախում է հայտնվել թվով երկրորդ դպրոցը։ Մինաբի աղջիկների դպրոցին հարվածելուց հետո, որտեղ զոհվեցին ավելի քան 180 մարդ, գրեթե բոլոր երեխաները, այս անգամ ԱՄՆ-ին պատկանող Ալ-Զաֆրա ավիաբազայից հարված է հասցվել Իրանի Ղազվին քաղաքում տղաների դպրոցին։ Նախնական տվյալներով զոհվել է 1 երեխա։ Իրանում արդեն զոհվել է առնվազն 1332 խաղաղ բնակիչ, ներառյալ կանայք եւ երեխաներ, կան հազարավոր վիրավորներ։ Փոխադարձարվածները ամբողջ օրը շարունակվել են։ Իսրայելը հայտարարել է, որ կիրառելու են նոր անսպասելի զինատեսակներ։ Չի բացառվում, որ առաջիկայում լինի նաև ցամաքային հարձակում։ Իրանը սակայն պատրաստ է եւ սպասում է ամերիկա-իսրայելական զորքերին, հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Մարինե Դվոյան, Էպիկենտրոնի համար։ Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբում Զելենսկին ասել էր, վատ չի լինի, եթե Ուկրաինան ունենա միջուկային զենք։ Կասկած չկա, որ եթե Զելենսկին կամ Կիևի ռեժիմն ամբողջությամբ ձեռք բերեր միջուկային զենք, նրանք կօգտագործեին այն, այդ թվում իրենց սեփական հովանավորների դեմ, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։ Հիսուսի արձանի կառուցման ֆոտովավերագրության ցուցահանդեսը շրջում է երկրի մարզերով։ Այս անգամ այն Հայաստանի երկրորդ քաղաքում էր՝ Գյումրիում։ Նախագիծը առաջին հերթին մարդկանց միավորելու եւ միասնական գաղափարի շուրջ համախմբելու մասին է։ Շիրակի մարզում բնակվող մեր հայրենակիցների համար ֆոտովավերագրության ցուցահանդեսը բաց կլինի 3 օր։ Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը խորագրով բացառիկ լուսանկարները հասան Գյումրի։ Հատիսի գագաթին կառուցվող Քրիստոսի արձանի ստեղծման ու ընթացքի վավերագրությունը ներկայացվում է լուսանկարներով։ Այս ցուցահանդեսը պատմում է մի մեծ գաղափարի իրականացման ճանապարհի մասին, գաղափարից մինչև գործ, ոգեշնչումից մինչև համատեղ աշխատանք։ Նպատակը միայն կատարված աշխատանքը ներկայացնելը չէ, այն նաև հրավեր է բոլորին դառնալու այս պատմության ականատեսը։ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այս ցուցահանդեսը Երևանից բացի ներկայացվելու է նաև Հայաստանի մյուս մարզերում, որպեսզի բոլոր հետաքրքրված մարդիկ ունենան հնարավորություն ծանոթանալու այս բացառիկ նախագծին։ Բարի գալուստ ցուցահանդես եւ հաճելի դիտում։ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կյանքի կոչվող այս հզոր նախագիծը մինչև ավարտին հասնելն արդեն դարձել է համահայկական համախմբման խորհրդանիշ։ Այս նախաձեռնությունը, որի մտահղացման հեղինակը եւ կյանքի կոչողը Գագիկ Ծառուկյանն է, լինելու է ոչ միայն ազգային, այլ համաքրիստոնեական ուղերձ, որ հավատքը կարող է վերափոխել ժողովուրդներ, որ լույսը դեռ հաղթում է խավարին։ Քրիստոսի արձանը որպես նյութեղեն վկայություն դառնալու է բոլորի պահապանը։ Ցուցահանդեսը եւս մեկ վկայությունն է, որ մեծ գաղափարները իրականություն են դառնում այն ժամանակ, երբ մարդիկ միավորվում են մեկ գաղափարի շուրջ։ Յուրաքանչյուր լուսանկարում ճարտարապետների, ինժեներների, շինարարների ու կամավորների կատարած մեծ աշխատանքն է։ Ես ինչքան հիշում եմ, վերջին 40 տարվա ընթացքում նման մեծ պրոյեկտ անել մենք չենք արել, Հայաստանում չի եղել։ Հատկապես, որ այս ամբողջը մեկ մարդու կամքի արդյունքում է, շատ լավ է, որ մի մարդ կարող է որոշել եւ նման մեծ բան անել Հայաստանում, ընդ որում իր միջոցներով եւ իր կամային հատկանիշներից ելնելով։ Որպես քանդակագործ կասեմ մի բան, որ Հայաստանի պատմության մեջ քիչ են եղել դեպքեր, երբ որ արձան տեղադրվելուց առաջ լինի քննարկում կամ ընթացքում լինի քննարկում։ Ստեղ այդ դուրը բաց թողնալը եւ տարբեր կարծիքներ, կոմենտարիաներ ունենալը միանշանակ օգուտ է։ Հավերժացնող գործ է, սիկ հավերժություն է, պարտադիր պայման է հայ ազգի համար, սիկ բոլորից պատիվն է, ու մեկ է վաղվա օրվա հանդեպ հավատքը, ու շատ ճիշտ ժամանակին եկավ հասամեզ է։ Գյումրեցիները սպասում էին այս ցուցադրությանը, ասում են անհամբեր սպասում են նաև Հիսուսի աշխարհում ամենաբարձր արձանի պաշտոնական բացմանը։ Շրջայցի ընթացքում իմացան նաև Հատիսի գագաթին իրականացվող մեկ այլ խոշոր նախագծի՝ Նոյան տապանի մասին։ Փրկվող նավի հսկա խորհրդանիշը տեղադրվելու է արձանի հարակից տարածքում։ Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա շատ ճանաչելու Հայաստանը, ճանաչելու
հայ ժողովրդին։ Այս բոլորը նորից ժողովրդին մոտեցնելու է Աստծուն, մոտեցնելու է հավատքին, որը հույսով եմ, որ անպայման իրեն տրական ազդեցությունը կունենա մեր ժողովրդի հոգեբանական վիճակի վրա։ Ամբողջ աշխարհն է հիացած այդ կոտողից, որովհետև դա դարի կոտող է, սա եղնի համար մեկ արձան է, որը մեր հայ ազգի համար պարզանք է։ Այս գաղափարը ժամանակի համար բավականին ժամանակահուն չէ եւ ունի մեծ նշանակություն մեր ազգի վերածննդի համար։ Այս նախաձեռնությունը հենց հաղթանակի սկիզբն է։ Լուսանկարների ցուցադրության վայրը պատահական չէ ընտրված։ Հայտնի Հոկտեմբեր կինոթատրոնն է, որտեղ հայ կինոյի մեծերի Մհեր Մկրտչյանի, Գալիա Նովենցի, Հրաչյան Ներսիսյանի, Խորեն Աբրահամյանի շունչն է։ Արվեստի եւ արհեստի քաղաքի սրտում գյումրեցիներն ու Շիրակի մարզի մյուս բնակիչները 3 օր հնարավորություն ունեն ծանոթանալու խոշորամասշտաբ ու բացառիկ նախագծի մանրամասներին։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Հաշմանդամություն ունեցող մարզիկները ուժերն են չափել լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունում։ Փորձառու ու օլիմպիական խաղերին մասնակից դահուկորդների կողքին եղել են նաև նորեկներ, որոնք առաջին անգամ են ուժերը փորձել Հայաստանի առաջնությունում։ Լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությանը մասնակցել են նաև հաշմանդամություն ունեցող մարզիկները։ Նրանք ուժերն են չափել հատուկ եւ հսկա ոլորավայրեջքում։ Այս անգամ առաջնությանը ներգրաված էին նաև պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած մարզիկներ։ Շատ ուրախ ենք, որ միշտ նման հնարավորություն ենք ունենում կարողանանք մասնակցել նմանատիպ լուրջ մրցումներին Հայաստանի առաջնություններին։ Չնայած ունենք բավական տարիների փորձ, մասնակցել ենք 6 պարաօլիմպիկ խաղերի, աշխարհի Եվրոպայի առաջնություններին եւ մինչ օրս շարունակում ենք լինել ակտիվ սպորտի մեջ եւ նաեւ դրա հետ զուգահեռ մեր սպորտային փորձը ուզում ենք փոխանցենք պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մեր երիտասարդներին եւ արդեն ունենք մեծ հաջողություններ, մեծ արդյունք, որ տղաներից շատերը մարզվում են, արդեն մասնակցում են մրցումներին։ Ծաղկաձորյան մարզումներից բացի մարզիկները ֆիզիկական պատրաստության մարզումներ են անցկացնում Օլիմպիավանում։ Մեր բոլոր եղբայրները, ովքեր մասնակցում են այսօր ստեղ, մենք բոլորս պարապում ենք Օլիմպիավանում, ֆիզիկական պատրաստությունները անցկացնում ենք։ Մենք բոլորս գտնվում ենք պարոն Ծառուկյանի ուշադրության կենտրոնում եւ մեզ դի ավելի շատ ուժ է տալիս, որ մենք գիտենք, որ այդպիսի մարդ կա մեր կողքը կայնած։ Լեռնադահուկային սպորտը համարվում է ամենաբարդ մարզաձևերից մեկը, սակայն հաշմանդամություն ունեցող մարզիկները չեն ընկրկում անգամ այս դժվարությունների առջև։ Ցավոք սրտի պատերազմից հետո ունենք շատ վիրավոր տղաներ, փորձում ենք իրենց մարզել եւ ասեմ, սպորտը լավագույն միջոցն է հաշմանդամին նորից ինտեգրվելու ակտիվ կյանք։ Հայաստանի առաջնությունում հաշմանդամություն ունեցող մարզիկների Օլիմպիավանի թիմը նվաճեց 3 մեդալ՝ մեկական ոսկի, արծաթ ու բրոնզ։ Արամ Մանուկյան, Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայլյան, Էպիկենտրոն։ Կանանց միջազգային տոնին ընդառաջ հայկական ծաղկի շուկան կրկին գնային կտրուկ տատանումների ցիկլում է հայտնվել։ Ինչպես ամեն տարի, այս տարի էլ մարտի 8-ին ընդառաջ ու հենց տոնական օրերին ծաղկավաճառները կրկնապատկում, եռապատկում են գները։ Իսկ համապատասխան մարմինները չեն կարող վերահսկել ծաղկի շուկայի քաղաքականությունը։ Էպիկենտրոնի նկարահանող խումբը շրջել է քաղաքում, ծանոթանալու մարդկանց տրամադրություններին, ծաղիկների գներին եւ փորձել է պարզել, արդյոք կա վերահսկողություն։ Մայրաքաղաքում նախատոնական եռուզեռ է կանանց միջազգային օրվան ընդառաջ տղամարդիկ ծանրութեթև են անում դրամապանակը, պատրաստվում տոնական գնումների։ Ինչ էլ լինի նվերի փաթեթի կամ տուփի մեջ ծաղիկը պարտադիր է։ Ես արդեն մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ նվիրեցի 5500 տղի ծուլպանների։ Ես գումարն եմ նվեր տալիս։ Ոչ չեմ պատրաստում։ Նվեր, ծաղիկներ։ Ապա փողերիկի կանի, անպայման կգնեմ, որ փողը ցերիկի։ Ծաղիկները պարտադիր է։ Այո, պատրաստում եմ։ Ինչպես ամեն տարի այս տարի նույնպես ծաղկի շուկայում վայրիվերումներ են։ Մեկ վարդիկինը սկսվում է 300 դրամից, ըստ չափի կարող է հասնել մինչև 1000 դրամ։ Կակաչը, որի պահանջարկն ավելի մեծ է, կարելի է ձեռք բերել 400-ից 700 դրամով։ Ծաղկի շուկան թանկացել է։ Չեմ այսօր նոր պետք է ծանոթանամ։ Իմ կարծիքով որ աճած կլինեն։ Ճիշտն ասած ամբողջ երկրում եմ գների հետ
փոփոխություններ նկատում, ամեն ինչ շատ թանկ է, բայց դա նաև պարզ պատճառներ ունի, աշխարհաքաղաքական տարբեր իրավիճակներ բերում են նրան, որ բոլորիս գրպանին դա ազդում է։ Ընդհանուր առմամբ բարձրացել է։ Ամեն տեղ, ոչ ոք չկա, որ գնաց չռնի։ Մեզ հանդիպած քաղաքացիների մի մասն արդեն գիտի, որքան կհատկացնի սիրելի մոր, կնոջ կամ դստեր ծաղկեփնջին։ Մի 5-10 հազար դրամի սահմաններում։ Ծաղկի համար 5000։ 10,000-ի։ Մի 10-20 հազար, հա։ Չնայած պահանջարկն այս օրերին մեծ է, բայց փոքր խանութների ծաղկավաճառները անհանգստացած են։ Հիմա մարդիկ շատ են օգտվում մեծածախ շուկայից, որ էժան լինի։ Ուղղակի ես իմ նկատելով էլի հիմնականը սա գնում են շուկա, էլի ծաղիկի շուկա։ Առաջ ասեն գալիս էին տենց բուկետ, բան, իսկ հիմա ասում են կակաչը բերենք, վարդը բերենք, փաթաթակ, այդքան բան։ Մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովից Էպիկենտրոնին հայտնեցին, որ իրենք որևէ վերահսկողություն չեն իրականացնում, քանի որ ծաղկի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություն չկա։ Շուկան բաց է, գնորդը կարող է ընտրել իրեն հարմար ցանկացած կետը։ Մարինե Դվոյան, Էպիկենտրոնի համար։ Եղանակն այսօր ցրտել է, ամենուր տեղումներ են, բայց մարտի 9-ին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5-ից։ Մարտի 8-ից 9-ին առանձին շրջաններում դարձյալ տեղումներ են սպասվում։ Լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյուն, հովտային շրջաններում ձնախառն անձրև։ Հայաստանում փակ ճանապարհներ չկան։ Եվ վերջում էլեկտրաէներգիայի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային օրոքման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Երևանի կենտրոն վարչական շրջանում ժամը 11-ից 17-ը Սարի թաղ 13-ից 19 շարքեր մասնակի։ Արաբկիր վարչական շրջանում ժամը 11-ից 17-ը Ադոնցի փողոց 2-3-ից մինչև 2-7 եւ 4-ից 6-2 շենքեր։ Աչափնյակ վարչական շրջանում ժամը 10-ից 16-ը Նորաշեն թաղամաս 18, 19, 20, 21 շենքեր, Մելքումովի փողոց մասնակի, Վաշնջեղյան փողոց 6, 159, 159-ի 1, 161, 163 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կարապետյան փողոց մասնակի։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ժամը 10-ից 16-ը Անդրանիկի, Հովնաթանի եւ Տիչինայի փողոցները մասնակի։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ժամը 10-ից 16-ը Բագրատունյաց պողոտա 24, 26, 26-ի 1, 28, 30 շենքեր, Բագրատունյաց պողոտա Ներփանց առանձնատներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Արմավիրի մարզում ժամը 11-ից 15-ը Էջմիածին քաղաքը մասնակի։ Արագածոտնի մարզում ժամը 11-ից 17-ը Աշտարակ քաղաքում Նարեկ եւ Արա 1 թաղամասեր։ Արարատի մարզում ժամը 11-ից 13-ը Նորաբաց եւ Սիփան գյուղեր մասնակի։ Ժամը 11-ից 12:30-ը Բարձրաշեն գյուղ մասնակի։ Ժամը 11-ից 14-ը Ավշար Արալես գյուղեր մասնակի։ Ժամը 13-ից 14-ը Լանջազատ եւ Այգեստան գյուղեր մասնակի։ Ժամը 13-ից 15-ը Արտաշատ քաղաքում Ստեփանյան, Թումանյան, Աթարբեկյան, Մղչյան փողոցներ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Վայոց ձորի մարզում ժամը 11-ից 13-ը Եղեգնաձոր քաղաքում Նարեկացու, Շահումյան, Գևորգյան փողոցներ մասնակի։ Ժամը 11-ից 16-ը Վայք քաղաքում Երկրաբանների փողոց եւ Ջերմուկի խճուղի մասնակի, Չայքենթ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զարիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեք, Զեդան, Փոր, Բարձրունի, Մարտիրոս Սերս գյուղեր։ Կոտայքի մարզում ժամը 11-ից 16-ը Մրգաշեն համայնք եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Արտամետ համայնք մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, ՍՎՍ Ագրո ՍՊ, Viva Armenia եւ Ucom ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, Նոր Արտամետի Պոմպակայան, Նոր Արտամետի Նոր Թաղամաս, Քոնսարկ ՍՊ, Սեփականատեր Վ Սահակյան, Royal Gas Group ՍՊ, Սեփականատերեր Լիլիթ Սահակյան, Գայանե Պողոսյան, Գ Մուրադյան, Գ Նավասարդյան։ Գեղարքունիքի մարզում ժամը 10-ից 13:30-ը Ծովասար բնակավայր է մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Ժամը 10:30-ից 12-ը Գեղաքար գյուղ, առաջին, երկրորդ, երրորդ փողոցներ մասնակի։ Ժամը 11-ից 14:30-ը Մեծ Մասրիկ գյուղ, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ փողոցներ մասնակի։ Ժամը 12-ից 15-ը Մարտունի բնակավայր է մասնակի, Հերացու, Արցախի, Կոմիտասի փողոցներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Ժամը 12:30-ից 14:30-ը Խաչաղբյուր գյուղի
Գյումրի 3-րդ, 7-րդ, 8-րդ փողոցներ մասնակի, ժամը 14:40-ից 15:50 Խաչաղբյուր գյուղ 4-րդ, 5-րդ փողոցներ մասնակի, ժամը 14:40-ից 16:50 Մեծ Մասրիկ գյուղ 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի, ժամը 15:40-ից 16:50 Լուսակունք գյուղ 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցներ մասնակի։ Լոռու մարզում ժամը 11-ից 14-ը Ստեփանավան քաղաքում գերմանական Կարմիր խաչի երիտասարդական 409-րդ դիվիզիա Ավետիսյան, Խորենացի, Միլիոնի, Անտարային, Քալաշյան, Իսահակյան, Մայակովսկի, Միքայելյան, Կոմիտասի, Սուրբ Նշանի փողոցներ, Անդրանիկի եւ Սպարապետի փողոցներ մասնակի։ Ժամը 11-ից 15-ը Ստեփանավան քաղաքում Թումանյան, Չարենցի, Գետափնյա, Ղուկասյան, Թելմանի, Աբովյան, Բաղրամյան, երիտասարդական, Սունդուկյան, Դուրյան, Մեղապարտի, Սուրբ Նշանի, Կամոյի, Ռաֆի, Տերյան փողոցներ մասնակի, Լորիբերտ, Լեջան, Ագարակ, Յաղդան, Հովնանաձոր, Կողես գյուղեր։ Սյունիքի մարզում ժամը 10-ից 12-ը Գորիս քաղաքում Աշակումների, Բակունցի, Գալստյան, Գետափնյա, Մաշտոցի, Յուրի Բախշյան եւ Տիգրան Մեծի փողոցներ։ Ժամը 12:30-ից 14:30 Գորիս քաղաքում Անկախության, Նժդեհի, Դավիթ Բեկի փողոցներ։ Ժամը 11-ից 14-ը Շինահայր գյուղ։ Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 08000 0180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Այսքանը Էպիկենտրոնը շարունակում է հետևել կատարվող կարևոր իրադարձություններին։ Ցտեսություն։